Փառք Հիսուսին, նստեք Աստծո ներկայության մեջ։ Ոնց որ հասկացա մեր քույրիկ առաջի անգամ, հա։ Էլով կա առաջի անգամ, որ առաջի անգամ աստե։ Հա։ Կան էլի մարդ, որ առաջի անգամ աստե։ Երկրորդ անգամ, ահա։ Ամեն դեպքում բարի գալուստ Աստծուն։ Ամեն դեպքում ուզում եմ քեզ մի հատ մի շատ կարևոր բան ասեմ։ Երբ որ դու որոշել ես գաս Աստծուն, քո կյանքիդ մեջ ամենաճիշտ քայլն ես արել։ Երբ որ ես եկա Աստծուն, դա իմ համար ճակատագրական ու շատ կարևոր քայլ էր։ Որովհետև եթե մնաց եմ այստեղ, այդ քայլից հետո Դրանից հետո է, որ Աստված եկավ իմ կյանքի մեջ։ Դրանից հետո է, որ Աստված կյանքս փոխեց, ընթացքս փոխեց, դրեց իմ կյանքում նոր սկիզբ, ինձ նոր արարած դարձրեց, նոր ստեղծագործություն, լցրեց իմ մեջ աստվածային արժեքները, ու ես հասկացա, ինչ է, որն է կյանքը։ Կյանքը նա չէր, որ ես ապրում էի, կյանքը նա էր, որ եկավ իմ մեջ, նրա անունը Հիսուս Քրիստոս, ամեն, եկեք պարտային։ Այսօր Աստված իմ մեջ խոսք է դրել, բայց մինչև խոսքին հանցնել է, ուզեմ, որ քո սիրտը ամբողջությամբ պատրաստ, որովհետև մենք գյուղատնտեսության օրենքից գիտենք շատ կարևոր մի հատ բան, որ սերմը մինչև հողի մեջ չընկնի, բայց սերմը չմահանա, ինքը պտուղ չի տա։ Եվ Տեր Հիսուսը այդ առակը ասեց, եւ սերմնացանը ելավ սերմը ցանելու։ Սերմերից ոմանք ընկան ճամփուեզրը, ոմանք քարոտ տեղերը, ոմանք ընկան փշերի մեջ, եւ ոմանք ընկան պարարտ հողի մեջ։ Ճամփուեզրի սերմերը ծիտիկները եկան եւ կերան եւ պտուղ չտվեց։ Քարքարոտ տեղերը դա նա էր, որ մի քիչ հող կար քարի վրա, մի քիչ, բայց այս սերմը չկարեցավ արմատները խորացնի, հանդիպեց քարերին եւ պտուղ չտվեց, չորացավ։ Մյուս սերմը ընկավ փշերի մեջ։ Սերմը ուժեղ էր, բայց փշերը թույլ չտվեցին, որ այդ սերմը աճի։ Ուղղակի այդ սերմն էլ պտուղ չտվեց։ Բայց սերմ կար, որ ընկավ պարարտ։ Այն սերմը, որ ընկավ պարարտ հողի մեջ, նա պտուղ տվեց։ Մեկին 30, մեկին 60, մեկին 100։ Այս բոլոր իրավիճակները ներկայացնում է դա մեր սրտերը, մեր մտքերը։ Նրանք, ովքեր որ լսում են խոսքը ու միտ չեն առնում, նրանք ստեղից դուրս են գալիս, գնում ու մոռանում են, թե ինչ խոսված։ Նրանք մոռանում են, թե ինչ ասվեց։ Քարքարոտ տեղերը սա է, որ լսում են ուրախությամբ, փառաբանում են ուրախությամբ, հալելույա են գոռում, բարձր, անձնից բարձր, բայց ես միշտ բարձր եմ ասելու հալելույա։ Եվ ինչ է կատարվում, ժայռ կա սրտի մեջ, քարքարոտ բաներ կա, մեկին չի ներում, մեկին ատում է, մեկին դատում է, մեկին քննադատում է, քար կանդ է, եւ այս քարերը թույլ չեն տալիս, որ այդ սերմը աճի։ Փշոտ տեղերը, գիտեք, էսի ամենա այն պրոբլեմատիկ պահն է մարդու կյանքի մեջ։ Փշոտ տեղերը, ասեմ ձեզ, դրանք սկի մեղքի գայթակղություն չի։ Դա ուղղակի այս աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը, այս ամեն ինչը սկսում է մարդու մտքի հետ խոսալ, զբաղացնում է մարդու միտքը ամբողջությամբ։ Եվ այն սերմը, որ պետք է կյանք տար, այդ փշերը խեղդեցին ու կյանք չտվեց։ Բայց պարարտ հողի մեջ ընկածը
դա այն սերմն է, բարարդ հողը, դա այն սիրտն է, որը որ խոնարհաբար մերժում է իր միտքը, մերժում է իր ցանկությունները, բոլոր հոգսերը տալիս է Տիրոջը եւ ասում է Տեր, ահա քեզ նվեր եմ բերել իմ հոգսերը։ Ու խոնարհաբար ընդունում ես խոսքը, իսկ խոսքը էլի սերմն է, չէ՞ ասի, որ ընկավ հողի մեջ, անհնարին է որ պտուղ չտա։ Դրա համար այսօր ես ուզում եմ որ քո սիրտը տնի բարարդ հող, որպեսզի դու ճանաչես այն իրողությունը, որ այսօր կա մեր շրջապատում եւ հայտնաբերես քեզ, թե որ իրողության մեջ ես դու ապրում։ Մենք չենք կարող փախնենք այն իրողություններից, որ մեզ շրջապատում են։ Ասեմ մի բան, որ ես բարոյագիտություն չեմ քարոզելու։ Ես քարոզելու եմ այն իրականությունը, որ մեզ շրջապատում է, ու մենք շատ ժամանակ չենք նկատում դա։ Եվ այդ իրականության մեջ ապրելով գալիս են շատ խնդիրներ, ու մենք չենք հասկանում լավ որն էր պատճառը։ Ինչի համար սա, ինչի համար մյուսը, այդ վիճակները որտեղից է։ Երբ որ մեր լուսաբանվում է Աստված մեզի լուսաբանում է իր խոսքով, ու մենք ճանաչում ենք, հայտնաբերում ենք, թե որ իրականության մեջ եմ ես ապրում։ Այդ որ իրականության թագավորության տակ եմ։ Այն ժամանակ հասկանում որ եթե ես սխալ թագավորության մեջ եմ, սխալ իրականության մեջ եմ, ես փոխում եմ իմ իրականությունը, որի մեջ կամ։ Ես մտնում եմ մի ուրիշ իրականության մեջ, որը ավելի շատ իրական է, քան թե ինչ որ շրջապատում է։ Եկեք մենք այս ամեն ինչը մենք Աստծո խոսքի լույսի մեջ։ Ամեն։ Տիգրան ջան, մի հատ բացենք Առաջի թուղթ Հովհաննես 5-րդ գլուխ 4-րդ համարը։ Ռուսերենով Տիգրանը կբացի, ես գիտեմ, որ մենք բոլորս ռուսերեն հասկանում ենք, չէ՞։ Բացվեց։ Ես այնտեղ ինձ էլ եմ տենում։ Ամեն։ Ողքիդ մարդուն ասա, արի ուշադիր լսենք։ Որովհետև լավ առաջի համարից ես կարդամ, հա։ Ամեն ով որ հավատում է թե Հիսուսն է Քրիստոսը, Աստվածանից է ծնված։ Կան այստեղ մարդիկ, որ հավատում են, որ Հիսուսն է Քրիստոսը։ Քանի հոգի, որոշները չեն հավատում։ Եթե ինձ հարցնեն, չէ, ես երկու ձեռք կբացնեմ։ Եվ ամեն ով որ ծնողին սիրում է, նրանից ծնվածին էլ է սիրում։ Շուռ արի կողքիդ մարդուն ասա, որ Աստված քեզ սիրում է, ես էլ եմ քեզ շատ սիրում։ Ախր դու ծնված ես Հիսուսից, ոնց կարելի է քեզ չսիրել։ Արո ջան, ոնց կարելի է քեզ չսիրել, եթե դու Աստծուց ծնված ես։ Ամեն։ Սրանով ենք ճանաչում, թե Աստծո որդիներին սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանքները պահում։ Որովհետեւ սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք եւ նրա պատվիրանքները ծանր չեն։ Ամեն։ Աստծո պատվիրանները կատարելը այնքան հեշտ է։ Շատերը մտածում են այս ծանր բեռը, ծանր ես ոնց կարամ այս խոսքը կատարեմ, ոնց կարամ այս խոսքը իրական սարքեմ, բայց Աստված ասում է ծանր չի։ Իմ պատվիրանները դժվար չի։ Ամեն։ Եվ 4-րդ համարը, որի վրա ուզում եմ մենք ուշադիր լինենք, որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին։ Նա հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որը աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։
Եվ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդին է։ Ես Սուրբ Հոգին ինչ է մեզի ցույց տալի Աստծո խոսքից։ Ինչ է ուզում, որ մենք հասկանանք։ Ինքը ուզում է, որ ես ու դու հասկանանք, որ մեր դեմ ինչ որ մեկը պատերազմ է տալիս։ Որ մենք հասկանանք, որ հակամարտ ուժեր կան իմ նկատմամբ, քո նկատմամբ։ Իդես ինչի է պետք հաղթել, եթե հակառակ չկա։ Բայց եթե պետք է հաղթել, նշանակում է կա հակառակորդ։ Ամեն։ Ամեն իրավիճակում հակամարտ ուժեր։ Պատերազմի դաշտում հակամարտ ուժեր, մեկը պարտվող է, մեկը հաղթող։ Սպորտի ասպարեզում, ռինգի մեջ, երկու հակամարտ ուժ, մեկը հաղթողն է, մեկը պարտվողը։ Ով է հաղթողը։ Հաղթողը նա է, ով ուժեղը։ Պարտվողը նա է, ով թույլ է։ Ով է ուժեղը։ Ուժեղը նա է, որ ինքը մարզում է իրան։ Ուժեղը նա է, որ լավ զենք ունի, լավ տիրապետում է զենքերին։ Ուժեղը նա է, որ այնքան է իրան ներդնում, իմանալով հանդերձ որ ինքը հակառակորդ ունի, ինքան է ինքը շատ բանից իրան զրկում է, շատ բանի մեջ իրան ներ է դնում, որպեսզի ինքը դառնա հաղթող։ Աստվածաշունչն ասում է մեր հավատքը, ասա իմ հավատքը, սա է հաղթում։ Այդ որ հավատքն է, հավատքը, որ հավատում է, որ Հիսուսը Աստծո որդին է, ոչ թե մտքի մեջ, այլ իրապես կյանքում։ Ինքը հասկանում է, որ Աստծո որդին Հիսուս Քրիստոսն է, եւ այդ հավատքը մեզի տալիս է հաղթանակ։ Հարց, այդ ով է մեր հակառակորդը, հանկարծ չասես սատանան է, թեև նա հակառակորդ է։ Գիտեք, ասեմ ձեզ, որ Աստծո համար սատանան ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում։ Երբ որ սատանան խաբեց մարդուն, գցեց Աստծո փառքից, հենց այն ժամանակ Աստված ասեց. «Լսի, այ ընկացրեշտակ, կնոջից ծնվածը գլուխը տրորելու է»։ Արդեն հարցերը լուծված էր։ Աստծո համար մեղքն էլ խնդրեմ չի։ Դեր հավիտենական դարերից առաջ Աստված ուներ իր զոհաբերված գառնուկը, լավ իմանալով, որ մարդը մեղք է գործելու, եւ այդ գառան արյունը պետք է բարեխոսեր բոլոր մեղքերի համար։ Գիտեք Աստծո համար որն է խնդրեմը։ Ասեմ ձեզ։ Եկեք բացենք այդ տեղը, Տիգրան ջանից հետ գնանք Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15-17 համարները։ Մենք երկու տեղ կկարդանք ու Աստված պարզաբանում կտա այս երկու իրավիճակների մեջ։ Նայեք ինչ է ասում։ 2-րդ գլուխ 15-17 համարը։ Ուշադիր ես, չէ՞։ Փառք Հիսուսին։ 15-17 երկրորդ Հովհաննեսի երկրորդ։ Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, փորձերը նրանում չի։ Որովհետև ամեն ինչ, որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ կյանքի ամբարտավանությունը, հորից չի, այլ աշխարհիցն է։ Եվ այս աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն է, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Մի իրականություն կա, որ Աստված ասում է, որ դու դրան պետք է չսիրես։ Մի սիրեք աշխարհը։ Նշանակում է ով է իմ դեմ կռվողը։ Այս աշխարհը։ Հիմա ինչ ես մտածում։ Հովհաննես 3:16-ում գրված է. «Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ հավատացողը չկորչի, այլ ունենա հավիտենական կյանքը»։ Բայց այդտեղ ասում է մի սիրեք աշխարհը։ Ինչ նկատի ունի Աստված։
Աստված երբեք նկատի չունի այն աշխարհը, որ ինքը ստեղծել է։ Այս բնությունը, այս ամեն գեղեցկությունը, ինչ որ Աստված ինքը արարել է, ու այդ առաջագործության գլուխ գործոցը ես ու դու, Աստված էդի նկատի չունի։ Այս շատ հին ծերացած աշխարհը շատ գեղեցիկ է, շատ հրապուրիչ։ Մենք շատ ժամանակ գնում ենք ամառվա շոգին գնում բնության գիրկը, վայելում ենք բնությունը, Աստված դա նկատի չունի։ Դա իր ստեղծագործությունն է, եւ Աստված սիրեց դա այնպես, որ իր միածին որդին տվեց։ Բայց կա մի հատ ուրիշ աշխարհ։ Այս որ աշխարհի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Սա մի հատ համակարգ է այս աշխարհը, որ ասում եմ սիրեք դա։ Դա մի հատ համակարգ է, որ առաջացել է մարդու մեղանչումից հետո։ Մեղանչած մարդը ինքը միաբանվեց սատանայի հետ ու կառուցեց մի հատ իրականություն, մի հատ համակարգ, ու այդ համակարգը ինքը ամբողջությամբ հակառակ է Աստծուն, թշնամի է Աստծուն եւ թշնամի է մարդուն։ Եվ Տերն ասում է, որ այդ աշխարհը մի սիրեք, այդ համակարգը մի սիրեք։ Լավ, այդ աշխարհը, որ թշնամի է Աստծուն, ինչի մեջ է թշնամի։ Եկեք նայենք հերթականությամբ։ Եվ ինչին մենք պետք է հաղթենք։ Առաջինը, այս աշխարհը, այդ համակարգը, որ առաջացել է սատանայի ու մարդու համագործակցությունից, ամբողջությամբ հակառակ է Աստծուն, նրա եկեղեցուն եւ Աստվածաշնչի որպես Աստծո խոսք եւ ասում է երկնքի արքայությունը, դա պրոստը հիմարություն է։ Նա ծաղրում է երկնքի արքայությունը ու գիտեք մարդկանց սենց ասում, ինչ Աստված։ Աստված չկա։ Աստված գոյություն չունի։ Այդ համակարգը, այդ համակարգը ամբողջությամբ Աստվածային ուզում է հանի մարդկային կյանքից։ Ես հիշում եմ իմ հերս կուսկազմակերպության քարտուղար էր, ու ինքը նամակներ էր ստանում։ Մի անգամ փոստալյոնը բերեց նամակ, այդ փոստալյոնը ձայնա տալիս, եկեք ձեր թերթերը վերցրեք, ես գնացի նամակը վերցրի, այն գրած էր գաղտնի։ Այդ գաղտնի բառը ինձ շատ հետաքրքրեց, ինչ կա մեջին գրված։ Վեր կալեցի ասեղով սնցիրուն, այնց բացեցի, որ սկի вообще ոչ մի բան չերևաց։ Հետո գրվածը կարդացի, ինչ էր գրված, ռայկոմից տարեք աշխատանք, աշխատավորների մեջ ամեն կերպ քարոզեք, որ Աստված չկա, որ դա ուղղակի նարկոտիկ է, հաշիշ է, Աստված գոյություն չունի։ Եվ այս ձևով այս համակարգը միշտ աշխատում է մինչև այսօր, ինձ ու քեզ համոզած լինի, որ Աստված չկա։ Բայց Փառք Հիսուսին, որ դու համոզված ես, որ Աստված կա, չէ՞։ Ամեն։ Այդ համակարգը գիտեք մեկ էլ ինչ է ասում, ասում է ինչ հավիտենական կյանք, Էդո ա ձեր խելքը թրծրել, մերար պրծարել նի, մերար պրծար տարան դրին միատել հողատում, միատել ես իմ խաչքար ու վսյո վերջացար, սա ես համակարգի սուտնա դժոխային, Հիսուսը ասես նա որ հավատա ունի հավիտենական կյանքը, ես քեզ ուղղակի քաջալեմ, հավիտենական կյանքը Աստծո ներկայության մեջ երկնքի արքայություն գոյություն ունի։ Նա ասեց ես կգնամ, մի տրտմեք, ձեր սրտերը թող չխռովի, հավատացեք ընձի, հավատացեք հորը, ես կգնամ երկինք եւ այնտեղ լիքը տներ ունեմ ձեզ համար պատրաստված։ Ամեն։ Միգուցե մենք փողոցի վրա կապրենք հարևանությամբ, չգիտեմ։ Բայց որ ընդենք կապրենք 100%։ Եթե մինչև վերջը բռնենք հույսի դավանությունը։ Ամեն։ Այս համակարգը ինքը հակառակ է Աստվածաշնչին։ Անձի մի ժամանակ
ասում էին, գիտես Բիբլիան գրված է, ասում են Բիբլիան է ինչ է։ Նո Բիբլիա է, Բիբլիան գրված է, որ դու պետք է ապրես մինչև 2015 թիվը։ Ես ասում եմ, այդ հիմարությունն է, տենց բան չկա։ Բայց մինչև հիմա ապրում եմ ես, Հիսուսին։ Այսինքն ամեն կերպ սատանան այդ համակարգը, այդ սիստեման ուզում է համոզի, որ այս Աստվածաշունչը դա ուղղակի հիմարություն է, ինչ պետք է ժամանակը կորցնես Աստվածաշունչ կարդալու վրա։ Սա առաջի այդ մարտահրավերն է ինձ ու քեզ, որ մեզ համոզի, որ Աստված չկա, երկնքի արքայություն գոյություն չունի, Աստվածաշունչը պետք չի կարդալ։ Երկրորդը, որը որ ինքը օգտագործում է, դա բարոյական տեսանկյունից։ Աստված ասում է, ես սուրբ եմ, դուք էլ սուրբ պետք է լինեք։ Բայց այս աշխարհը, այս սիստեման, բարոյական տեսանկյունից, ինքը թշնամի է Աստծո դեմ։ Որ մենք նայում ենք հեռուստատեսությունով, ֆիլմերի մեջ, ռեկլամների մեջ, ինչ պղծություն ասես, որ կա, բայց որևէ ֆիլմի մեջ նկատի չունեմ քրիստոնեականը, այլ այդքան հեռուստալիքներ կա, այդ հեռուստալիքների որևէ մեկի մեջ չկա որևէ աստվածային հոգևոր մի հատ հաղորդում, որ մարդիկ լսեն դա, բայց փոխարենը ինչ բաղծություն ասես ցույց կտան։ Այս աշխարհը, այս սիստեման, ես հավատում եմ, որ Աստված սեռական կյանքը մարդու համար ինքն է ստեղծել, բայց ամուսինների մեջ, ոչ թե ամուսինների մեջ, բայց այս աշխարհը ասում է, որ դու պետք է վայելես այդ կյանքը։ Դուք հեչ նկատել եք, ասենք, այն կրպակներ, որտեղ որ թերթեր, ժուրնալներ են ծախում, դուք այնտեղ տենակ մի հատ սենց Հիսուսի պատկերով մի հատ ժուրնալ, տակը մի հատ աստվածաշնչյան խոսք գրված։ Նկատել եք այդպես բան, ես չեմ նկատել։ Բայց փոխարենը ինչ նկարներ, ինչ պիղծ նկարներ ասես կա։ Դա այսօրվա դրությամբ մարտահրավեր է երիտասարդներին։ Երիտասարդները շատ շուտ բռնվում են դրանից։ Սա իրականությունն է։ Մենք չենք այդ իրականությունից փախնենք։ Ու Աստծո խոսքը ասում է, որ այս աշխարհի Աստվածը նշանակում է այդ աշխարհը, որը որ կառուցվել է մարդու եւ սատանայի միաբանությունից, այդ աշխարհի իշխանը, այդ աշխարհի Աստվածը, դա սատանան է։ Ինքը չի երևում, բայց ինքը այդ համակարգով ղեկավարում է։ Այդ սիստեման, այդ աշխարհի այդ սիստեման ինքը հակառակ է մարդուն ֆիզիկապես։ Եկեք մտովի գնանք մի հատ պոլիկլինիկա, ցերեկվա ժամերը լավ, հիմա կարող է այդքան հերթ չլինի, բայց ինչքան հիվանդներ կան կանգնած։ Այս COVID-19-ն են ասում, ինչ են ասում, որտեղից եկավ, ինչի համար եկավ։ Դուք մտածում եք, դա հենց իրականում մի հատ վիրուս էր։ Ոչ։ Այս համակարգը ինքը չի մտածում իմ ու քո առողջության մասին։ Չեմ ասում բոլորը։ Բայց այդ համակարգի իշխանը նա ամեն կերպով ուզում է, որ դու հիվանդ լինես, որ քո հիվանդության հետ փող աշխատի։ Ինչքան ռեկլամներ կա դեղերի, այսօր նայում եմ, լրիվ ռեկլամները դեղորայք է։ Ինչի համար է այդ ռեկլամը։ Ռեկլամը լավ գիտի ռեկլամանողը, որ դու դրա կարիքն ունես։ Դրա համար այդ ռեկլամն անում է, որ դու գնաս եւ այդ բիզնեսի մեջ դնես քո փողերը։ Չես կարա փախնես, եթե այդ համակարգում ես ապրում։ Օրինակ, ինչի համար այսօր բարոյական տեսանկյունից եմ ասում, վերջերս մի հատ sense բան են գրել, որ Ռուսաստանի ամենաերիտասարդ մայրիկը 10 տարեկան աղջիկ է։
Սա ուղղակի ոնց են ասում абսուրդ ու ողբերգություն այդ երեխու կյանքի մեջ։ Եվ այս աշխարհը, այդ սիստեման գովաբանում է դա, գիտեք։ Այսօր միլիոնավոր երեխեք են մահանում իրանց մայրերի ձեռքով։ Այս վերջերս համարենց գործի տեղը մի հատ ուզբեկ կա, երեխա են ունեցել։ Ասել է, այս երեխուն կտանեմ կամ զիբիլանոց կգցեմ, կամ մանկատուն կգցեմ, բայց այդ երեխին ինձ պետք չի։ Այս աշխարհն է, այդ սիստեման է, որտեղ ղեկավարում է սատանան։ Ինչի համար շատ երիտասարդներ, թե աղջիկներ, թե տղաներ նարկոտիկի պատճառով կմահանան։ Վերջերս մեր Եգորևսկում երիտասարդ երկու հատ տղա մահացան նարկոտիկից ու ալկոհոլից։ Սա այս աշխարհի սիստեման է։ Եթե ինձ հարցնես մեղքը, եթե ինձ հարցնես բարոյականությունը այս աշխարհում, կասեմ, որ այս աշխարհում բարոյականություն չկա։ Ընտանիքի բաժանումներ, հետաքրքիր դեպքեր է տեղի ունենում, ու մենք մտածում ենք երևի կամքից թույլ մարդեր։ Մարդ կայր անգնում մոստից քցումացած ինքնասպանություն է գործում։ Ասում են ինչի համար արել, դա իր սիրած աղջիկը ամուսնացավ ուրիշի հետ։ Սա սիստեմա է, սա համակարգ է, որտեղ կռիվա ու պատերազմ է գնում։ Եվ այս ամենի դեմ պայքար կա։ Համարի քուրը այս վերջերս իրան վատ բաներ էին ասել, որ չարվորակ բաներ կա իր օրգանիզմի մեջ։ Մենք աղոթեցինք, ասենք Տեր, այս ամեն իրավիճակը հանձնում ենք քո սուրբ ձեռքի մեջ։ Ես ասել պատում եմ, որ ինքը կգնա իրան Ֆրանսիա են տարել։ Կգնա Ֆրանսիա, այնտեղից առողջ հետ կվերադառնա։ Սրանից բուկվալն մի քանի ժամ առաջ։ Քուրը զանգել էր թամարթե գրել։ Ինքը զանգել է։ Ասել համար ընձի, սենց ուղղակի ստեղից գցում են ընդեղից գցում են ստեղ, բայց ոչ մի բան չեն հայտնաբերում։ Ստուգում են ընձի, բայց իմ ներսում ոչ մի բան չեն հայտնաբերում։ Հիսուս կենդանի է։ Ամեն։ Այս աշխարհին չէ դակրում դու առողջ ես, հիվանդությունը ինչպիսին է, կան սրտացավ բժիշկներ, ես նրանց բան, թող Աստված օրհնի նման բժիշկներին, որ սրտացավ են, բայց ընդհանրապես սա բիզնես է կոչվում։ Այս աշխարհը ինքը ինձ ու քեզ հակառակ է սոցիալապես։ Նրան չի հետաքրքրում քո սոցիալական վիճակը, ոնց ես դու ապրում։ Որևէ մեկին պետք չի քո սոցիալական վիճակը։ Մարդու գինը ես հիշում եմ կոմունիստների վաղտ, ես որ բանակում ծառայում էի, մի հատ հայ տղա կար, մահացավ։ Նրան արժեք տվեցին 72 կոպեկ։ Ինքն էր, այդքան գին էին տալիս։ Այս համակարգը, որին Աստված ասում է մի սիրի, այդ համակարգը սոցիալապես թշնամի է ինձ ու քեզ։ Նա ամեն բան կանի, որ աղքատությունը տարածվի, որ մարդիկ ապրեն աղքատ վիճակի մեջ։ Որովհետև նա չի սիրում, որ մարդիկ լավ ապրեն։ Նա ուզում է, որ կախվածությունը գերության մեջ պահի մարդկանց, միայն թե իշխի մարդու կյանքի վրա։ Քեզի կաշխատացնի 12 ժամ, բայց փոխարենը կվճարի 500 ռուբլի, ասի թող այդ հացով բավարարվի։
սոցիալական անարդարություն։ Սրանք բոլորը թշնամություն է, ժողովուրդ։ Սա համակարգ է, որ պատերազմ է տալիս ինձ ու քեզ։ Ամեն բան անում է, որ մեր միտքը դեպի Աստված չգնա։ Ամեն բան կանի աշկի ցանկությունը, մարմնի ցանկություն, ամեն հոգսեր կստեղծի քո համար, որպեսզի ես ու դու Աստծո մասին չմտածենք։ Ամեն բան կանի, քրիստոնյաներ, ամեն բան կանի, որ դու ընդամենը կիրակի օրը մասնակցես ծառայությանը, մնացած օրերը մարմնի կյանք ապրես։ Նա ամեն բան կանի, որ դու Աստծո մասին չմտածես։ Գիտեք, նա չի քրիստոնյաների մասին խոսքը, նա ինձ ու քեզ երբեք չի գայթակղի մեղքի ցանկությունով։ Նա լավ գիտի, որ մի հատ գայթակղություն դնի մեղքի ցանկության, մենք ասենք Սատանա հետից գնա, հեռացի Հիսուսի անունով։ Նա մեզ կզբաղացնի այն բաներով, որը իրանից մեղք չի ներկայացնում։ Ասեմ դրանցից օրինակ բերեմ։ Ռիալ նայելը էդի մեղք չի։ Ես ինձ բռնացրի այս վերջերս։ Մի հատ ֆիլմ էինք ցե բաներ, դետեկտիվ ֆիլմեր, շեֆ, սերիալեր։ Ես հանկարծակի Facebook-ի մեջ մեկ լոպ անգավ ես մի կտոր նայեցի, արվեստի, լավ կինո, կարելի է նայել։ Ընդամենը մի սերիա եմ նայել, այդ մի սերիան ինձ հետ խոսացել է։ Ու հակառակի պես ընենց է վերջանում այդ սերիան, որ քեզ մեջ հետաքրքրություն առաջանում, տենաս ոնց է վերջանալու։ Ու հետաքրքիրը գիտեք որն է, այդ կինոն, այդ սերիալը 7 սեզոն, ու ամեն սեզոնը 20-ից ավել սերիաներ։ Ու պատկերացնում ես, երբ որ դու բռնվում ես դրանով, 20 սերիա մի սեզոնին, 8 սեզոնին 160 սերիա, ամեն մի սերիան 40 րոպե, դու ինչքան ժամանակ կկորցնես դրա վրա, ու այդ սերիաները ինչքան բան կգողանա քեզանից։ Ես տեսա չէ, եսի ուզում էին վրա իշխի։ Սա մեղքի գայթակղություն չէր, սա ուղղակի սովորական մի բան է, որ իրանից մեղք չէ ներկայացնում, բայց գողանում էր ժամանակը։ Բայց գողանում էր իմ ժամանակը, ես ասի ես ծոմ եմ հայտարարում այս կինոյի դեմ։ Ու դրանից հետո այդ սատանան էլ չէր կարում, ես ասել եմ ծոմ եմ հայտարարել, պետք է չնայեմ, ու էլ չեմ նայում։ Գիտեք, այնքան սենց պրիմիտիվ բաներ կա, որ մեզ թվում է, որ դա շատ պրիմիտիվ է, բայց դա սկի պրիմիտիվ չի։ Դա ունի նպատակ, որ գալիս է մեր կյանքի մեջ։ Դա գալիս է միմյանով, որպեսզի ոչ թե դու հաղթես, այլ դու պարտվես։ Որովհետև սատանը մինչև չխափի, նա չի կարա հաղթի։ Այս մի քանի կետերով, որ ասեցի ոնց է այս աշխարհը պատերազմում իմ ու քո դեմ, երանի, չգիտեմ, գրած լինեիք կամ զապիսարած լինեիք, որ Աստծո դեմ, Աստծո եկեղեցու դեմ, նա չի ուզենա, որ դու գաս Աստծո տուն, գիտես։ Նա չի ուզենա, որ դու Աստծո սիստեմատիկաբար գաս։ Նա չի ուզենա, որ դու հաստատվես Տիրոջ տան մեջ ու սկսես Տիրոջը ծառայել։ Նա ընդամենը կասի, այսօր Հովիկ աղբերն է գալու։ Գնա եկեղեցի, գնա Հովիկ աղբորը լսի։ Հենց Հովիկ աղբորը կգնա, դե դու էլ կգնաս էլի։ Բայց Հովիկ աղբերը կգնա, բայց Հիսուսը հո չի գնում։ Բայց ինչի համար է, որ մենք գալիս ենք եկեղեցի, լսելու ինչ-որ մեկին, որից հետո թողնենք գնանք։ Սա այս աշխարհից է գալիս։ Սատանան, որը հակառակը Աստծո եկեղեցուն, որովհետև Աստծո եկեղեցին դա Տիրոջ մարմինն է։ Եվ Աստված ուզում է, որ ես ու դու այդ մարմնի վրա հաստատված մեկը լինենք։ Ես ձեզ ասեմ, որ
հոգևոր կյանքը դա մի անգամ շաբաթվա մեջ եկեղեցի հաճախելը չի։ Հոգևոր կյանքը դա չի, սատանան այտենց է ասում։ Դե մի անգամ գնացել շաբաթը, կիրակի օրը գնացել եկեղեցի, այդքանը քեզ հերիքում է մինչև մյուս կիրակի։ Էլ ինչ պետք է, որ դու Աստծո հաղորդակցություն ունենաս։ Ես ասեմ ձեզ, սա մարաթոն է, որ ամեն օր, ինձ հետ ասա ամեն օր, ինձնից ու քեզանից պահանջվում է մնալ հավատարիմ Աստծուն։ Քեզ քաջալերում եմ, հույրս, աղբերս, որ մի բավարարվի մի անգամ եկեղեցու գալուց, կամ թե չէ, եթե մի հատ քարոզիչ գալիս է, ու այդ օրը քո համար մի հատ, ես իմ առանձնահատուկ օր այս մնացած օրերը Աստծո տուն գալ առանձնահատուկ չի, դու ուղղակի խաբվել ես, սատանան քեզի խաբել է։ Եկեղեցին դա Տիրոջ տունն է։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Ես ոնց կարամ առանց Տիրոջ տան։ Փառք Աստծուն, մենք այսօր պաստոր Գեի հետ սենց կալենդարի վրա օրեր նշանակեցինք, որ մենք պետք է շաբաթը մեկ եղբայրներով, մի շաբաթը ես, մյուսը Դավիթը, մյուսը ինքը Արարատը, մյուսը պաստոր Գին, ծառայություն պետք է անենք ստե։ Բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, մի սպասի ոչ պաստոր Գին, ոչ անձի, ոչ Դավիթին, ոչ Արոյին, սպասի Հիսուսին։ Սպասի Հիսուսին։ Մենք ամենքս կարիք ունենք Հիսուսին։ Ես այնքան կարիք ունեմ Աստծո։ Դավիթ աղբեր, ունեք կարիք, արա եղբայր։ Աշխարհի ամենաօծված քարոզիչը ինքը Հիսուսի կարիքն ունի։ Եթե ամենաօծված քարոզիչն էլ կգա այս ամբիոնից կխոսա, չէ՞, մի ասա, «Վայ, ես ինչ լավ քարոզ էր, Երանի մյուս անգամ էլ գա»։ Սիրելիս, մյուս անգամի մասին մի մտածի, Հիսուսը միշտ ներկա է։ Նա քեզ հետ է, նա քո կողքին է։ Դու պետք է հաղթես, Աստված խոսում է ինձ ու քեզ հետ, որ հավատքը հաղթում է այդ աշխարհին։ Եթե դու հավատք ունես, դու կհաղթես։ Հավատք ոչ թե քարոզիչի վրա, հավատք ոչ թե ինչ որ ես իմ ճոխ, ես իմ համոզիչ խոսքերի վրա, այլ հավատք նա, որ հավատում է, որ Հիսուսը Աստծո որդին է։ Այս հավատքն է, որ հաղթում է աշխարհին։ Ողքին մարդուն ասա, արի որոշենք, որ միշտ Աստծո տուն գանք։ Ամեն ժամանակ Աստծո հետ լինեմ։ Հալելույա։ Գիտես, օրենքներ կա, որ ես ու դու չենք կարա փախնենք։ Մենք կարանք հիմա այս ձգողական ուժի օրենքը փոխենք։ Չենք կարա։ Այս ձգողական ուժի օրենքը կա, գոյություն ունի։ Բայց հետաքրքիր է, այս գրքի վրա խի ինքը օրենք չունի, այդ օրենքը չի աշխատում։ Ինքը կա, բայց այս գրքի վրա չի աշխատում։ Գիտեք ինչի համար։ Որովհետև այս գիրքը իր հիմքը այսի ուժեղա ու այս գրքին պահում է այդ օրենքից։ Մեղքի մահվան օրենքը միշտ գոյություն ունի։ Դու չես կարա փոխես այն։ Ու չես կարա շրջանցես։ Քեզ ընդամենը պետք է ցույց տամ մի հատ օրինակ։ Մեր հավատքը, որ Հիսուս Աստծո որդին է։ Երբ որ դու Հիսուսի ձեռքերի մեջ ես,
ոնց որ այս թաշկինակը իմ ձեռքերի մեջ է։ Ձգողական ուժի օրենքը չի կարա ազդի այս թաշկինակի վրա։ Բայց այս թաշկինակը երբ որ ձեռքից մեջ չի, ինքը չի կարա չհնազանդվի այն օրենքին։ Այ եթե ես ու դու Քրիստոսի կյանքի ու հոգու օրենքի մեջ չենք, եթե ես ու դու չմնանք այն փրկության մեջ, որ Աստված Հիսուս Քրիստոսով տվել է մեզ, մենք անպայման ընկնելու ենք մեղքի մահվան օրենքի տակ։ Մենք չենք կարա շրջանցենք ու այդ օրենքը չենք կարա փոխենք։ Այս աշխարհը, որ ասում է թշնամի է Աստծո հետ, մենք չենք կարա այդ աշխարհի համակարգը փոխենք, բայց մենք կարանք չապրենք այդ աշխարհի համակարգի մեջ։ Հավատքը, գիտեք ինչի է նման։ Ոնց որ ինձ ունեմ աչքեր, ինձ ունեմ ականջներ։ Ես ունեմ նույնպես եւ հավատք։ Դու էլ ունես հավատք, դու էլ ունես աչքեր, դու էլ ունես ականջներ։ Բայց ես քեզ ղեկավարում եմ իմ տեսողությանը, լավ բաներ տենալու։ Ես թույլ չեմ տալի, որ իմ աչքերը ինչ որ վատ բաներ նայեն։ Նույն եւ իմ լսողությունը ես ղեկավարում եմ իմ լսողությանը։ Թույլ չեմ տալի, որ իմ լսողությունը վատ բաներ լսեն։ Ես չեմ սիրում, որ մեկը մոտս հայոյանք անում։ Այս իմ ականջները չի ուզում լսի, ես ղեկավարում եմ ու չեմ ուզում լսեմ։ Նույնն էլ հավատքը, Աստված ինձ ու քեզ տվել է հավատք։ Մենք պետք է ղեկավարենք այդ հավատքին։ Այդ հավատքը, որը ճիշտ ճանապարհով գնա։ Հակառակ դեպքում առանց հավատք մարդը գոյություն չունի։ Եվ որ մարդը ապրում է ու հավատում է այդ աշխարհին, որը թշնամի Աստծո դեմ, ժանգոն դու սխալ ես հավատում, քո հավատքը սխալ ուղղության վրա է։ Դու էլի հավատում ես, բայց ոչ այն բանին, որը կյանք է բերում, այլ դու հավատում ես այն բանին, որը քեզանից կյանք է տանում։ Դրա համար, սիրելի իմ քույր, իմ աղբեր, որոշումը քո ձեռքերի, քո սրտի մեջ է։ Դու պատերազմի մեջ ես, ուզես թե չուզես։ Ուզենք թե չուզենք, մեր կյանքում իրավիճակների ենք հանդիպել։ Ես էլ եմ ապրել հիասթափություն, դու էլ ես ապրել հիասթափություն։ Ինչ իրավիճակներ առաջացել, հուսալքություն է եկել, ինչ որ բանի սպասել ենք, չենք հասել, ինչ որ բան ուզեցել ենք տենանք, չենք տեսել։ Մեր մեջ եկել է հուսալքություն, հուսախաբություն։ Բայց ասեմ ձեզ մի բան, որ Հիսուսը ասում է սպասի իրանցի, ուժեղացի ու ինձ սպասի։ Որովհետև Տիրոջ սպասողները նրա բարիքներից կուտեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մեր հավատքը հաղթում է աշխարհին։ Սատանան ասում է եկեղեցի չկա, որ ասում եմ ես եմ եկեղեցին։ Սատանան ասում է երկնքի արքայություն չկա, ասում եմ լսի Սատանա, երկնքի արքայություն կա, բայց գրակի լիճել կա, մոռացել ես։ Ես հավատում եմ, որ երկնքի արքայություն կա։ Մի քիչ առաջ եղբայրների հետ խոսում ենք, որ դու քրիստոնյա, դու պետք է ունենաս նպատակ երկնքի արքայություն մտնելու։ Բայց եւ որպեսի դու մտնես այնտեղ, դու պետք է արժեքավորես այդ նպատակը։ Դու դրա գինը պետք է հասկանաս։ Դու դրա արժեքը պետք է հասկանաս։ Որտեղ եթե դու մի հատ գործ սկսես քո նպատակը դնես մի դեմդ ինչ որ բանի հասնելու, բայց դրա արժեքը չիմանաս, դու չես նվիրվի դրան, որպեսզի նպատակին հասնես։ Բայց եթե դու ունես նպատակ երկնքի արքայություն մտնելու, եթե դու չես արժեքավորում դա, ուղղակի մակերեսայնություն կունենաս եւ հարց է արդեն կմտնես այնտեղ, թե չես մտնի։ Բայց երբ որ արժեքավորում ես, դեռ մեզ ինչքան արժեք ունի երկնքի թագավորություն հավիտենական կյանքը այնտեղ, դու վազելով կմտնես Աստծո տուն։ Քեզ ոչ մի բան չի կարա կանգնեցնի։ Ամեն։ Դու ուղղակի այն սերը վայելում ես, այն սերը, որ դու ես Տեր Հիսուսից, դու երբեք անարձագանք չես մնա։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ես միշտ
Ես միշտ ուզում եմ, որ այն մի հատ քարոզիչ ասում, ասում ես ուզում եմ, որ գնամ երկինք, Տերը սենց գրկաբաց ընդունի ինձ ու ասի, արի իմ հավատարիմ ծառա, արի մտի իմ հանգստիս մեջ։ Ես չեմ ուզում, որ հանկարծ գնամ այնտեղ ու ասի, դու ով ես, ես քեզ չեմ ճանաչում։ Եկեք ունենանք այդ սիրտը, այդ սերը Աստծո նկատմամբ ու ասենք, Տեր, ես ուզում եմ գամ երկինք ու դու ինձ ընդունես ու ասես, արի իմ հավատարիմ ծառա, մի հատ էլ գրկի, մի հատ էլ ասի, ես այնքան կարոտել էի քեզ, եկել ես, արի գնանք իրար հետ նստենք մի կտոր հաց անենք։ Հա? Փառք Հիսուսին։ Կան հիվանդներ։ Ես ձեզ ասեմ, դու հաղթում ես հիվանդությանը։ Դու հաղթող ես։ Որն է իմ հաղթանակի հիմքը, հավատքը, ես հավատքով եմ հաղթում, որովհետև ես հավատում եմ այն խոսքին, որ ասում է, երկինք ու երկիր կանցնի, բայց այդ խոսքը չի անցնի, Հիսուս Քրիստոսի խոցերով դուք բժշկվեցիք, սա խոսքը ամեն թագավորություն կքանդվի, ամեն համակարգ կքանդվի, բայց Հիսուսի խոսքը հավիտյանս կմնա, մի քիչ առաջ կարդացին, չէ՞, աշխարհն էլ կանցնի, իր ցանկություններն էլ կանցնի, բայց նա որ հավատում է Հիսուս Քրիստոսին, նա հավիտյանս կմնա։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ես ձեզ ասեմ, սատանան է փսփսում, որ դուք չեք բժշկվի, որ ձեր հիվանդությունը, գիտես ինչ պրոբլեմատիկա եւ այլն խափինք է քեզ։ Ու երբ որ նա խափեց քեզ, всё դու պարտվեցիր։ Իսկ հաղթողը երբեք չի ընդունում նրա բերած մեղադրանքը, նրա բերած սուտը, նրա բերած վախը։ Ես հաղթող եմ եւ ավելին։ Դու հաղթող ես եւ ավելին։ Ուրեմն հաղթի, հա? Ուրեմն հաղթի քո հավատքով։ Արի Տիրոջ տուն։ Չգիտեմ, խի անընդհատ մեջս գալիս է, որ քեզ ասեմ, Տիրոջ տուն արի անկախ նրանից ստեղով է։ Դու չես գալի նրա համար, ով ստեղից քարոզելու է։ Ստեղից կանգնած մի հատ ռադիո է, որի միջոցով մի հատ հաղորդում է տալիս։ Այդ հաղորդումն է երկնային հաղորդումը։ Կարևորը ոչ թե ռադիոն է, կարող է ռադիոն մի քիչ էլ հին մարկի ռադիո լինի, եվրոստանդարտի չլինի, բայց մեջից այնա դուրս գալի, որ քեզ պետք է։ Ամեն։ Դրա համար մի արի ստեղի ռադիոյի համար, այլ արի այն ռադիոյի մեջից ինչ որ պետք է խոսվի դրա համար։ Դա է քեզ պետք է։ Քո հավատքն է, որ քեզ հաղթություն է բերելու։ Գիտեք, ձեզ մի բան էլ ասեմ, չգիտեմ, երկարացնում եմ երևի, հա? Չէ, չեմ երկարացնում, լավ։ Յո, արդեն ոնց են ասում, պրախոդը տրված է։ Շատ ժամանակ ես ու դու մտածում ենք այն մեկի նման, որ իր երեխուն բերեց։ Հիսուսի մոտ ասեց, բերեցի քո աշակերտները չկարեց ազատագրեն, եթե կարաս, մի բան արա։ Մենք էլ ենք շատ ժամանակ, ասում ենք Տեր ջան, եթե կարաս, մի բան արա, օգնի, եթե կարաս։ Գիտեք Աստված ինչ է ասում, իմ կարողության վրա դու չկասկածես։ Հարցը նրա մեջ չի, թե ես ինչ կարամ, վեճը նրա մեջ չի, թե ես կարող եմ, թե չեմ կարող, այլ վեճը նրա մեջ է, թե դու ինչքանով կարաս հավատաս։ Ով որ կհավատա, ամեն բան հնարավոր է հավատացողին։ Եկեք այդ եթե բառը մեր կյանքից անենք, եթե կարաս, ինքը ամեն բան կարա, բայց ինչքանով ես դու հավատում, որովհետև քո հավատքը, ասա իմ հավատքը, նա է հաղթում աշխարհին։ Եվ Հիսուսը բոլորին ասեց, քո հավատքը, ոչ թե ես, ապա քո հավատքը բժշկեց քեզ։ Հալելույա։ Փառք Հիսուսին եւ նա Սուրբ Հոգին իմ ու քո հետ է։ Փառքասուն, փառքասուն, փառքասուն։ Մխիթարվեցեք, ովան մխիթարներ։ Զորացեք, այ թուլասիրտներ։ Այն Աստվածը, որ ստեղծ երկինք ու երկիրը,
Այդ Աստվածը իմ քո հետ է։ Ես մի բան ասեմ կարճ, Աստծո մեծության մասին։ Ամենամոտիկ Աստղից լույսը հասնում է երկրագնդին 2000 տարի հետո։ Իսկ լույսի արագությունը 380,000 կիլոմետր է մի վայրկյանում։ Դու պատկերացնում եք 2000 տարվա քանի հատ վայրկյան կա։ Ով կարա հաշվի։ Եվ այդ ամեն մի վայրկյանի ընթացքում լույսը գալիս է 380,000 կիլոմետր։ Այդքան վայրկյանները բազմապատկենք 380,000-ի։ Այդ ինչ թիվ է կազմում։ Հաշվի։ Ինչ երկրի եւ վրա չկա մի բան, որ կարեն է այդ հաշվարկն անի։ Մի հատ եղբայր մոտավոր հաշվարկ արի։ Ասում է, եթե ինքնաթիռը այս երկրագնդից գնա այդ մոտիկ Աստղին, ինչքան ժամանակ է պետք, պատկերացնում ես։ Ինչ 95 միլիարդ տարի։ Հա 95 միլիարդ տարի է պետք, որ այդ ինքնաթիռը հասնի ամենամոտիկ Աստղին, բայց աստղեր կան, հələ դրանց լույսը երկրագունդ չեն հասել։ 7000 տարի է։ Դու պատկերացնում ես այդ մեծությունը, ահռելի այդ մեծությունը, բայց գիտեք Աստված ինչ է ասում։ Ասում է, ես այդ տիեզերքը իմ թիզով եմ չափում։ Այ սրանով է չափում Տերը։ Ու ասում է, երկրի բոլոր ջրերը, այդ 4 հատ օվկիանոսներ, լճեր, գետեր եւ այլն, այդ բոլոր ջրերը իմ ափի մեջ է։ Որ մենք կանգնում ենք օվկիանոսի առաջ, այդ ահռելի մեծությունը, դա իլա մի օվկիանոս, այն մնացած այդքան ջրերը, օվկիանոսները, ծովերը։ Ու հետո Տերը գիտեք ինչ է ասում։ Բա դուք ինձ ում եք նմանացնում։ Լամյատ ասա Տեր, ես քեզ ում եմ նմանացնում։ Գիտեք, մենք այս սենց ենք, Աստծուն նմանացնում ենք մի փոքր, մեր նման մեկին, որի երևի կոշկի ռազմերը 41 համար է, բոյա 1.70։ Տերն ասում է, դուք վերցնում եք մի հատ փայտի կտոր, այդ փայտի կտորից կեսը խորոված եք անում, այն մի կեսն էլ փորագրում եք մի պատկերի եք նմանացնում, ոսկե պատում եք ու սկսում եք երկրպագել դրան։ Այսօր մեր հայերը իրանց տներում լիքը այսենց անկյուններ ունեն։ Ու գնում են պաշտում են այդ անկյուններին։ Տերն ասում է, դու ինձ ում ես նմանացնում։ Այդ անկյունում դրված փոշիով ծածկված իրերին ես նմանացնում ինձ։ Այն Աստվածը, որ ետեզերք թիզով է չափում, ինձ ու քեզ ասում է, արի ընկերություն, արի դու իմ երեխեն եղի։ Արի բացենք Տիգրան ջան վերջի համարը, 2-րդ Կորինթացիների 6:10, ես ասեմ որից։ 14 համարից։ Դու միտ կարար են համակարգը, որը թշնամի է քո դեմ։ Այդ սիստեման, որը թշնամի է քո դեմ, Աստծո պահով, բարոյական տեսանկյունից, ֆիզիկական տեսանկյունից, սոցիալական տեսանկյունից։ Հիմա տեսեք Տերն ինչ ասում։ Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք։ Լծակիցը հասկանում եք, չէ՞ ինչի մասին։ Լուծը, որ դնում են եզների վրա, ու այդ եզները, այդ լուծը, ինչ-որ բան են քաշում։ Ինչ-որ, ասում է դրանց հետ, այդ լուծի տակ, մի մտեք։ Որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Եթե ես ու դու արդար ենք, եթե արդարացված ենք, մենք ինչ գործ ունենք անօրեն գործերի հետ։ Ինչ գործ ունենք խաբեության, ստի, կեղծիքի, ինչ գործ ունենք սրա հետ։ Ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։
Եվ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, Բելիարը սատանան է։ Քրիստոսը նա հետ ոչ մի բաժին չունի։ Աստծո աղջիկ, Աստծո տղա, ինչ գործ ունենք մենք անօրենության հետ։ Կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ եւ նրանց Աստված կլինեմ։ Ամեն, ինչքան հրաշալի խոստում Աստծոց։ Նրանց մեջ, նրանց հետ կքայլեմ նրանց մեջ։ Եվ տեսեք ինչ ասում շարունակության մեջ։ Եվ նրանք իմ ժողովուրդ։ Ինչքան օրհնյալ ենք մենք, երբ որ դա հասկանում ենք, որ ես Աստծո ժողովուրդ եմ։ Նրա համար նրանց մեջից դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաներին մի դիպչեք, եւ ես կընդունեմ ձեզ։ Եվ ես ձեզ հայր կլինեմ։ Եվ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող։ Ինչ է ասում Աստված, դուրս եկեք դրանց միջից, այդ համակարգից, ինչ գործ ունեք դրանց հետ։ Ինչ լուծի մեջ եք մտնում դրանց հետ։ Այդ համակարգի հետ, ինչ համաձայնություն ունես դրա հետ։ Դուրս արի այդտեղից։ Դուրս արի։ Ու Տերն ասում է, այդ ժամանակ ես կլինեմ քո հայրը։ Ո՞վ է հայրը։ Հայրերը ինչ կասեն հայրերի մասին։ Հայրերը տան գլուխն են։ Հայրերը տան ապահովողն են։ Հայրերը տան հոգս քաշողն են, հայրերը տան պահապանն են, հայրերը տան պաշտպանն են, հայրը սա է, և Աստված ուզում է պահապանը, Աստված ուզում է քո հարցերի որոշողը հլնի, Աստված ուզում է պաշտպանը հլնի, Աստված ուզում է, որ ինքը հլնի քո ապահովությունը, բայց երբ որ ես դուրս գամ այդ սիստեմայից, և ամբողջությամբ նվիրվեմ, տամ իմ կյանքը Հիսուսին, առանց Հիսուս կյանք չկա։ Ամեն, եղբայր, փառք Հիսուսին։ Ափսոս ես մի քիչ լավ չեմ երգում, բայց ժամանակին լավ եմ երգել։ Ես մի հատ լավ երգ որոշել եմ Հիսուսին հետևեմ։ Ես որոշել եմ Հիսուսին հետևեմ։ Ես որոշել եմ Հիսուսին հետևեմ։ Ես որոշել եմ Հիսուսին հետևեմ, դառնալ չկա, ով չհետևի, ես կհետևեմ, ով չհետևի, ես կհետևեմ, ով չհետևի, ես կհետևեմ, դառնալ չկա, դառնալ չկա։ Բարձր, 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 բարձրացնենք Հիսուսին, ցածր, 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 ցածրացնենք թշնամուն, բարձր, բարձր, ինձ հետ ասա, բարձր, 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 բարձրացնենք Հիսուսին, ցածր, 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 ցածրացնենք թշնամուն։ Ամեն։ Հետևի Հիսուսին, գնա նրա հետևից։ Թույլ տուր ինքը ղեկավարի քո կյանքը։ Թույլ տուր ինքը առաջնորդ լինի քո կյանքի։ Եվ Տիրոջը սպասողները, Տիրոջ հետևողները նրա բարիքներից կկշտանան։ Ամեն։ Եվ սա ասում է Տիրոջ հոգին քեզ։ Շնորհակալ ենք Աստծուց, երանի այն ժողովուրդը, որի Տերը Աստված է, և որի հույսը իր Տեր Աստծո վրա է դրված։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին այսօրվա համար, ես առաջինը փառք Տիրոջը, երկրորդը նաև շատ համբերությամբ ինձ լսիք, ձեզ էլ շնորհակալություն, փառք Աստծուն, բռնեք խոսքը, ես կգնամ, Աստված ձեզ հետ է, խոսքը կմնա, այն խոսքը, որ խոսված, այնի կմնա քեզ հետ, երբ որ քո սիրտը պարարտ հողեր։ Ամեն։ Ես գիտեմ, որ դու դուրս եկար ստեղից,
առօրյա կյանքի մեջ սատանան քեզի շատ բաներ է խոսալու, հակառակ մնա սատանային։ Այդ աշխարհն է, որը որ չի ուզում դու Աստծուն ընծայվես, կյանքդ տաս Հիսուսին, որովհետև նա լավ գիտի, որ երբ որ դու կյանքդ տաս Հիսուսին, Աստված քո հավատարմության շնորհիվ քո ընտանիքդ բերելու է փրկության։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Փառք Հիսուսին։ Ես կուզեմ այս մեր քույրիկը, որ առաջի անգամն է, եկեք առաջ մենք աղոթենք